Ողջույն բոլորիդ։ Սերիներ ողջույն։ Այս պահից սկսվում է մեր ճամփորդությունը դեպի Հունաստան։ Շատ սպասված ճամփորդություն, որի համար մեզ ընդհանրապես 10 օրով վիզա են տվել, այնպես որ պետք է մաքսիմալ վայելել։ Համոզված եմ, որ լավ անցնելու Անդոն խոստացել է վլոգը եւ նկարել եւ մոնտաժել։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր YouTube էջին, որպեսզի բաց չթողնեք հետագա տեսանյութերը եւ սեղմեք զանգակոճակի վրա, որպեսզի առաջին տեղեկանաք մեր նոր տեսանյութերի մասին։ Գնացի։ Մենք Աթենքում ենք, երկար թռիչքի ընթացքում քնած ենք եղել, իջել հասել ենք ստեղ։ Եվ ելի քնած ենք։ Մեր չեկինը ժամը 3-ին է, իստեղ ժամը 6:30 է։ Հասկանանք ինչ կարանք անենք, մինչև չեկինի ժամը գա։ Լույսը արդեն բացվում է, օֆսը քնել է, շատ հոգնած էր, ես ես սպասում եմ մի փոքր հանգստանա ու երևի թե շարժվենք կենտրոն, սուրճ կխմենք, կնախաճաշենք ու չեկինի ժամը կգա։ Օֆսնա հարմարվել է կոնկրետ այս մասը իրենն է։ Թե խմենք, տաքանանք, Դուբայի շոկոլադներից ենք ուզում փորձենք։ Հետո գալիս է։ Այստեղ պապուկ է, բայց այդքան էլ մաքուր չի ինչ-որ ստեղ։ Օֆսը մի փոքր է հասցրեց քնել, ժամը 10-ն է, լնայեք շորս ինչ արը։ Ես նայում էի մեր արած կադրերը ու հասկանում եմ, որ զվուկի հետ խնդիր կա, այսինքն ձայնը շատ ցածր է լսվում ու ես որոշեցի, որ հեսա հասնում ենք կենտրոն, գնամ առնեմ մեզ լավ միկրոֆոններ։ Այնքան վստահ եմ, որ այս վլոգը պրոստը նկարում եմ նրա համար, որ ասի ձայնը վատ է, որ գնա ես քանի $100 միկրոֆոն ապրեմ։ Մեր գործինը պետք է, լավ ձայնը պետք է։ Հիմա վատ է, չէ՞ լսվում, ասեք որ վատ է լսվում։ Մենք եկանք մետրո, հիմա այստեղ առնում ենք տոմսերը։ Մեկ տոմսի արժեքը մեր ուզած ուղղությամբ 9 եվրո է։ Հոպ, այդ մեկ։ Օվզա արդեն քնել է, էներգիա հավաքը։ Մենք հասել ենք կենտրոնական հատված, գոռում եմ, որ ձայնս լսվի, մինչև միկրոֆոնը առնեմ։ Բայց միկրոֆոնով կլսվի։ Ձգում եմ, որ միկրոֆոնը առնենք այսօր։ Շատ կայֆ է եղանակաժող, շատ։ Ուզում եմ արդեն սա վեշերը թողի, դուրս գամ անգալու։ Հասանք մեր համար։ Մեր այս համարի երկու գիշերի համար մենք վճարենք 133 եվրո, շատ մոտ է Ակրոպոլիսի։ Ոնց որ թե մաքրությունը նորմալ է, պարավաստության սանագույցը։ Всё, պատրաստվենք ու գնանք բացահայտելու ակնենք։ Ուրեմն մենք հիմա գովազդային տեսանյութի համար պետքա գնանք Սիրուն կադր անենք։ Մեր տանը շատ մոտ էր այս հատվածը, իրականում այս պալմաները տեսանք, զարմացանք ու որոշեցինք գնանք բացահայտենք թե այս կողմում ինչ կա։ Գնացինք կանաչը։ Դուրս ենք եկել մի փոքր զբոսնելու։ Անդրանիկը վերցրել է իր տեսախցիկը եւ դրոնը, որ անի գեղեցիկ կադրեր։ Եթե ստացվի անել անպայման դուք կտեսնեք նաեւ դրոնի կադրերը։ Աթենքը առաջին հայացքից հավանել ենք, այսպես շատ կոլորիտայի, շատ հավես։ Դու հավանել ես։ Շատ հավեսն է, հիմա տեղ ենք փնտրում գնանք դրոն թռցնելու, անվտանգ տարածություն։ Բոլոր հետաքրքրություններին համապատասխան տեղեր կա, այսինքն համով սնունդի կետերլիք տեսանք, տարբեր խանութներ լիքը տեսանք, սուրճի տարբեր կետեր։ Coffee and more, կարող ես տեղից սուրճ վերցնենք։ Ստեղից սուրճ վերցնենք, թե Starbucks-ից։ Մենք եկանք նստեցինք այգում, որ Անդրանիկը դրոն թռցնի։ Իրականում մեր հետևը ինչ-որ շենք է, որը որ կարծում եմ պետական ինչ-որ Ստեղից չի եղում։ Տեսեք ինչ սիրուն այգի է, էլի խնդրում եմ։ Սաղարթախիտ անտառներով։ Հա մեկ էլ Անդոնը չգիտեմ նկարել էր թե չէ, բայց մենք նաև սուրճ ենք վերցրել։ Աթենքում թողնում են դրոն թռցնել, ուղղակի չեն թողնում այդ պատմամշակութային վայրերին շատ մոտ թռցնել։ Հույս ունեմ ճշտել ենք մենք ChatGPT-ի միջոցով միայն։ Եվ նորոյի։ Մենք Սիրուն կադր ու դուք հիմա կտենաք։ Ուրա! Ապրես
Հիմա մենք որոշեցինք գնանք ու մայրամուտը դիմավորենք Լիկավիտուս, եթե անունը չեմ խառնում։ Լիկավիտուս Սարից շատ երկար ճանապարհ է։ Սար ենք բարձրել, թեքի։ Այսքան բարձրացել ենք, սկուտեր ենք վերցրել, սկուտերով եկանք ու երևի մի այսքանը պետքա բարձրանանք, ահա որ դիքա, բայց որոշեցինք այսպես գալ քայլելով, որ ճանապարհին ինչ-որ բաներ բաց է այտել։ Ֆունիկուլյոր կա, տեղացիների ճանապարհը հարցրել ենք, ասեցին այս կողմի վրա է։ Տեղացի չէին, տուրիստներին ու սխալ ենք իրենց ստացել։ Բայց եւ ոտքով բարձրել աստիճաններով, ինչը շնչահեղձ անում։ Եվ այստեղ արդեն այդ վերելականման բարի օգնություն։ Հասանք, կարևորը գտանք։ Հիմա հասկանանք ինչքան պետքա վճարենք ու ձեզ տեղեկացնենք։ Վճարեցինք 26 եվրո բարձրանալու ու հետ գալու համար, ահա։ Սա տոմսերը գնանք հետ կանգնենք։ Նիկուլիորում տեսարան չկար, հուսանք ստեղ տեսարան կլինի, նոր ենք դուրս եկել։ Որա ֆանտաստիկ տեսարանը, ամբողջ քաղաքը երևում է։ Տեսարաններ բացվում վերևից, բա։ Եթե արագիներ իհարկե տեսան մի քանի անգամ ավելի շքեղ կերևա, բայց ընդհանուր այո, որտեղ Անդրանիկը դրոնով շատ սիրտ կադրերան։ Ինձ թվում է պետք է անպայման հետները բզզիկ լինի, որ այդ վերևից այդ հաճույքը զգա։ Բայց եթե արագիները սիրում ֆոտոներ հեսած կունենանք։ Պես եկավ այն ամենալավ բայերից մեկը, ուրեմն պատվիրել ենք հունական սալատ։ Սա ինչերով։ Մեջը պոնիրա, տոկ, սա հումուսա, սա պիտահացա։ Տեսեք իրենց մոտ այս բաները, պատարագ-հաղթանակը, սենց հատուկ փաթեթավորած է ու վրան գրած է, որ ես 100% ապահով եմ։ Տեսես ինչ են անում, հավանաբար ախտահանում փակում են, հա։ Իսկ սա գերոսն է, այսենց բաց տարբերակով են մատուցում, փորձենք, հուսանք լավը կլինի։ Դուրս եկանք այդ ամենի համար վճարեցինք ուղիղ 50 եվրո։ Տեղը 10-ից 6-ի համարդու ինչ կան կգնա ատեսով։ Ոնց չէ, 10-ից գոնե 7 Դա 10-ից գոնե 7 ֆուտ։ Իսկ հիմա գնում ենք մի քանի գնումներ անենք, ստեղ ժամի 9-ին խանութները փակվում են, գնանք հանգստանանք, որ վաղը էլի հետաքրքիր տեղեր ունենք գնալու։ Իմ դրախտը, սա էլեկտրոնիկայի խանութ է, ոնց հասկացա մի քանի հարկանի, իմացա, թե ինչի համար ենք եկել, որ միկրոֆոններ գնենք։ Ովսը մնաց Dyson-ի մոտ։ Հեսա միկրոֆոնը հենց գնենք, ձենը լավանալու ամեր։ Ֆոտոապարատներն են, սինուշ շարած, բայց իմինից չկա, իմինից դժվար թե ստեղ լինի։ Տեղ ավելի թանկանոց մոդելներն եմ ոնց որ թե, ես բոլորից ունեմ ես, ես ինչա։ Իմը սրանից մի մոդել բարձր է, սրանից է ունեմ ես, սրանից ունեմ, սրա մի մոդել ցածրից ունեմ։ Փաստորեն այսքան տեխնիկայի մեջ չկար DJI միկրոֆոն, ու հիմա մենք կգնանք ուրիշ խանութ։ Խանութում չկար իմ ուզած մոդելի միկրոֆոնից, ու ասեցին պետքա պատվեր անեք, վաղը չեմ իսօր նոր կլինի։ Ես էլ դες չեմ սիրում, ես սիրում եմ մտնեմ խանութում, իմ ուզածը առնեմ դուրս գամ, ու քանի որ չկար, ես որոշեցի ուղղակի չառնեմ։ Եմ ուրիշ տեղ, եթե կլինի, եթե չէ չեմ առնելու, բայց որոշումը դա է, կամ հասկացաք չէ, որ դա ուղղակի իրան պետք չէր, այնքանավոր մի բան մտքին եղել։ Դե որ պետք լիներ չէր հրաժարվի գնել։ Օր 2 Աթենքում, երեք շատ արագ ընդհատվեց մեր վլոգը, ուղղակի շատ հոգնած էինք։ Հիմա պատրաստվել ենք, գնում ենք։ Պատրաստվել ենք մենք նոր տարվա Գնում ենք նկարահանում անելու։ Բայց մինչև նկարահանման հասնելը մենք պետքա տեղ գտնենք ու նախաճաշենք։ Հուսանք մեր վաղը կբերի ու լավ տեղ կգտնենք, լավ կսնվենք, որովհետև դրանից կախված է ամբողջ օրվա տրամադրությունը։ Մեր ուտեստները եկան մինի քաբաբներ, գիտոսնա ամանների վրա են մատուցում, ունական աղցան իհարկե, բարի ախոճակ մեզ։ Այս պահին գտնվում ենք Ակրոպոլիսի վերևի հատվածում ու արդեն բարձրանում ենք դեպի ներս։ Ոնց է տրամադրությունը։ Ինձ ամբողջ Աթենքը երևում է, միացրեց։ Իսմա ավելի վերևից ավելի սիրուն է Երևանը։ Սիրուն է այստեղ ամեն ինչը, էսթետիկա, եկեք ձեզ։
Դա էլ Ակրոպոլիսի մյուս կողմն է։ Այն մյուս կողմից չենք նկարել, որովհետև նայում էինք ուրիշ կոնտենտ էինք նկարում, ինստայի համար էինք նկարում։ Սրճում ենք, գնանք հանգստանանք, որ գիշերը գնալու ենք էլի գնումների։ Ինչ ենք պատվիրել, Ֆրեդո կապուչինո, վաֆլի, լատե, շատ լավ տեղ է, բայց շատ լավ տեղ է, մնում համով լինի, հավես հատուկ մասնագիտացված կոֆե շոփ է։ Ամեն կադրի հետ մեր լոկացիաները փոխվում է, նում ենք Athens Mall, տենանք ինչ կա մի քանի գնում անենք, ասենք էժան է գները են, բայց ինչպես որ միշտ ասում են, որ էժան է։ Շատ էժան է։ Ասում են կես գին է, էլի մեր մոտի համեմատ օրինակ Zara, Pull&Bear, Earthrise, Values։ Թե ամենամեծ մոլն է, չէ՞ ոնց որ դա։ Ոնց որ թե հա։ Այս ամբողջը Athens Mall-ն է, տեսեք ինչ հսկա տարածություն է։ Այսպես իր շրջակայքը լավ բարեկարգ է։ Ուրա, մի անգամից այստեղ Zara Home, Terra Nova, Սիրահարզույք։ Մի երկու բան գնել ենք, բայց եթե անկեղծ իմ ուզածները չկարեցա գտնեմ, ինչ որ տեսականին դուրը չէր գալի այս անգամ։ Ու այստեղ վատենն է, որ խանութները ու մոլը բան հիմնականում ժամը 9-ին փակվում են, ու մեզ մնում է 10 րոպե ընդամենը։ Մի երկու բաներով ստանայում այստեղ, եթե հասցնենք ինչ-որ բան կգնենք, եթե չէ, վաղը մենք գնալու ենք արդեն Ֆրանսիա, բայց գնալու ենք երեկոյան ու ինչև երեկո ժամանակ ունենալու ենք, եթե ինչ, էլ ենք խանութներ մտնելու։ Էլ չհասցրեցինք որևէ բան փորձենք ու սա խանութները սկսվեցին փակվել։ Հատա որ մինչև 9-ն աշխատում շատ քիչ է։ Եթե մարդը աշխատանքը 6-ին է ավարտում, օրինակ 7-ին հասարակալ, 2 ժամը քիչ է։ Ահա որ քիչ է։ Ու այստեղ հետաքրքիր մի բան, food court-ը փակվում է ժամը 12-ին ու բոլորը գնում են հիմա հաց ուտելու։ Ամբողջ մոլը տեղափոխվել է food court։ IKEA-ի ճաշարանն է։ Հոթ-դոգերը այստեղ բավականին համով են ու բավականին մատչելի։ Հիմա փորձենք տեսնենք։ Ու նախընտրեցինք սա, քան food court-ը։ Չհասցրինք, ավարտում փակվել է, տխրեցի, Ես ավելի շատ որոշեցինք վերադառնանք մեր համար, վեշերը թողնենք ու մեր համարի կողքը այսպես սուշիանոց կա, ծովամթերքներ կան տարբեր, տեղը բավականին լավն է ու ասեմ, որ երեք ասեղ գցելու տեղ չկար, նայ պայլեմ քո վրա ու ես խոսամ։ Երեք ասեղ գցելու տեղ չկար, բայց այսօր ինչ-որ մի քիչ հետևա ու Քիչ ասեղ գցելու տեղ կար, մենք մտանք։ ասեղները մտան են։ Մեզ բերել եմ բաո։ Դոմա խեց գետը։ Հա։ Կծու, բանա։ Դուր։ Ուրեմն ես կհավանեմ։ Սա մյուս սեթն է, իսկ հիմա եկավ երկրորդ սեթը։ Ես սրան էի սպասում, սա տակ սուշի է, այս գիծը։ Շատ լավն է, մեզ բարի ախորժակ։ Go ahead, Sobs։ Հաշիվը կազմեց 50 եվրո, շատ համով էր ամեն ինչ։ 50 նույնիսկ, այդ ինչքան անում, 20000 դրամ։ Հիմա գնում ենք հյուրանոց, ճամպրուկները դնենք, վաղը 11-ին check-out պետք է լինենք, բայց մեր թռիչքը ուժամի է, կշրջենք քաղաքում, բավականին հոգնել ենք։ Պետք է գնանք Անդոյին էլի շորերներ, Հա, ես նորմալ չհասցրի։ քեզ է, թե մենակ ինձ քեզ է։ Ինձ էլ մի քիչ։ Բայց Բայց ես արդեն New Balance ունեմ, էլից ոչինչ հետաքրքիր չի։ հագեցած օր ունեցանք, մինչ վաղը։ Սկսվեց օր 3-ը Աթենքում, գնացինք։ Հիմա մեր առջև դրած պլանն է, սրանք տանենք հարևան հյուրանոցի լոքելում թողնենք, գնանք գնումների, նախաճաշենք, դրանից հետո դեպի Ֆրանսիա։ Շատ եմ սպասում։ Հասանք մեր հյուրանոցի քյուր հյուրանոց, պետք է թողնենք ճամպրուկները։ Անդրանիկը ամբողջ ճանապարհին այս ճամպրուկները մենակով տորել, հլենայք ինչքան իրեր ունենք։ Ու ես իրականում ուզում էի վերցնել իրերը, ես ընդհանրապես չեմ նեղվում, էլի ոնց որ ինչ-որ բան տանելուց չեմ մտածում երբևէ, որ պետք է տղան անի աղջկամար եւ այլն երբեք։ Բայց ինքը չթողեց ես վերցնեմ ու ես դաժե ինձ դրա համար ավելի ված զգացի։ Յոգա -2 սեղմեմ, adult։ Այդտեղ չկա ժոբ, այսքան ներլիկ թե երբեք չեմ տեսել։ Я басորես դիստելեսն։ Բայց այսքան է մի օքի դեպքում վсё։ Ճամպրուկների թողնելու տեղը այսպեսին է, այնտեղ մի հատ տեսախցիկ կա, որը հույս է ներշնչում, որ չեն գողանա մեր ճամպրուկները, ընդհանուր պատկերն այսպեսին է։ Չգիտեմ, մի քիչ վախենալու է երևի, կամ չէ, անդերի թե նորմալ է։ Թողեցինք մեր բոլոր իրերը, բայց տեսախցիկը վերցնենք, որովհետև տեսախցիկը ամենաթանկն է։ Անդոն ունի AirTag Viber-ից։ Ինքը AirTag-ի անալոգն է, այսինքն
Քրիստմաս մեջ ու ինքի Մի հատ ունես էս բայի։ երկու հատ ունեի, Դե մենք- բայց մյուսը չեմ հիշում։ Դե լավ, դիրը MacBook-ի պայուսակի մեջ։ Բայց սրոնից նվերները չեն գողանա։ Այսպես բաներից գնահատում ես կյանք, այսպես տաներ եկանք, փողեցինք, հիմա երջանիկ եմ, ճիշտ է, այս էլ է ծանր իրականում բավականին ֆոտոյի սունկեն, բայց, ստեղ կա մի հատ բայտ, ինանից հոր թեթևա, շատ կայֆա, որ ես ինչ անունը։ Աջելիա չէ։ Գալիս եմ։ Հա։ Բերեցին մեր նախաճաշը, նայեք ինչ ախոջելի տեսք ունի։ Հələ խնդրում եմ, նայեք, հələ ֆանտաստիկ է, ուղղակի մեզ բարի ախոջեք։ Եկել եմ հագուստներ փորձելու, այս տարբերակը դուրս գալիս է, հա։ Սրա սևն եմ վերցրել, շալվար։ Գնեցի 2 հատ մայկա, շալվար, բոթասներ։ Ամենը կազմեց մոտ 100 եվրո։ Իմ համար գնումները արեցինք, հիմա եկել ենք օֆիսի համար։ Գնումներ անը։ Մենք արեցինք լիքը գնումներ, շատ հավես։ Ունենք լիքը տոպրակներ ու ունենք ընդամենը կես ժամ ժամանակ։ Ու կես բան, ճամպրուկ, ուսապարկ նույնիսկ։ Վերադարձան գնումներ արել ենք ու պետքա այս ամբողջը տեղավորենք մի հատ պայուսակի մեջ։ Ու գնաց, բայց вообще դե։ Այդ ստացի դե չէ։ Ուրեմն այս ընթացքում ինչ եղավ, մեր ամբրուկները մեկը 3 կիլոգրամ էր ավելի ծանր, մյուսը 5 կիլոգրամ ու դրա համար մեզնից ուզում էին 90 եվրո ու այդ չեկինի աշխատողը մեր ասացինք ոնց որ տվեք իրերը հանենք, պասպորտները տվեց միևնույն ժամանակ տոմսերը ու մենք որոշեցինք ինչի՞ չէ, արի պրոստը անցնենք, հիմա եկել ենք մեր իրերը ամբողջովին հանձնել ենք, արդեն կարելի է ասել duty free հատվածում ենք ու մնում է որ այդ նույն աշխատակիցը ոնց Հայաստանում չլինի վերջի այդ տոմս դուգողը, որովհետև այդ ժամանակ այդ ժամանակ արդեն խնդիր կլինի, շատ հետաքրքիր է։ ChatGPT գրածը խնդրում եմ։ Դու շատ հավես լուծում ես գտել։ Աշխատակցի հետ նման ձևով խոսելով։ Հենց հազվադեպ երբեմն օթոմատիկապես Գեյթի մոտ աշխատակիցները նորից ստուգում են ճամպրուկները քաշի տեսանկյունից։ Եթե նկատեն, որ այն գերազանցում է իրադրելի չափը, կարող են ստիպել վճարել հավելյալ գումար։ Ինքնաթիռի ներսում տեղ չի ներես ճարտարը, բայց լավ նորություն։ Քանի որ աշխատակիցն արդեն թեթևացրեք եւ վերադարձեք ասել, դա մի տեսակ approval-ը, ոչ պաշտոնական համաձայնություն, այսինքն նա իր վրա է վերցրել որոշման պատասխանատվությունը։ Շատ դեպքեր դա նշանակում է, որ այլևս չեն ստուգի։ Խորհուրդ դեռ Գեյթի մոտ եք ու շատ եք անհանգստանում, մի բան հանեք, ճամպրուկից ու տեղափոխեք ձեռքի պայուսակ։ Ես իմ ընկերն է, երդվում եմ, իմ մտերիմ ընկերն է։ Ես վստահ եմ, որ խնդիր չի լինի, գնացի։ Ասում եմ ցանկանում ես սրա շուրջ բլոգի հումորային հատված պատրաստել։ Ինչպես խաբել ճամպրուկի քաշ ապրանքի օգտանավական։ Գնացի։ Հասանք Դևի աշխարհին, վերջի կետն է, ու բարեբախտաբար ոնց որ նույն աշխատակիցը չի։ Հիմա մենք կհասկանանք ինչ որ խնդիր կարա առաջանա, թե ոչ։ Երկու տղա են, իսկ դա աղջիկ էր, ով որ մեզ ստուգում էր։ Ինչ ես, ովսը վատացել է, առաջի անգամ կյանքում ինչ որ անօրինական բան է արել։ Արդեն քրտինքը տվել էր վերեն, բան, վատացել էր։ Բայց մենք ունենք լուծում, ինչ լուծում, ցույց տուր։ Մենք duty free ստոպակ ենք գնել, որ եթե ինչ գցենք մեջը։ Էս է ասում ենք ու վсё, չէ՞։ Ոնց որ թե հա, ու արդեն սամոլյոտ ենք նստում, վերջ։ Ես նավսյակի մենք կհանենք, չէ՞, թե չենք Ինչ։ իրերը։ Կհանենք, հեսա կնստենք։ Երեքից կան։ Հա լավ, դե հեսա անցանք էլ ինչ։ Ոբշեմ հույս ունենք, ժող ամեն ինչ լավ կլինի։ Իսկ վերջացնենք։ Ես մասը կարծում չեն թողի նկարենք, արագանցնենք ու ձեզ տեղյակ տանենք։ Հանցնենք, որ առաստը կասկածելի կերպ։ Մենք հասանք Ֆրանսիա ու ստեղ լնայք ովքեր են